Ողջույն սիրելիներս, բարի գալուստ հայկական խոհանոց։ Այսօր ձեզ հետ պատրաստում ենք աներևակայելի համեղ փափուկ շոկոլադե մաֆիններ, որոնք ամբողջությամբ պահքային են, առանց ձվի, կարագի և կաթնամթերքի։ Սակայն միշտ եք մտածել, որ առանց այս բաղադրիչների մաֆինները համեղ չեն ստացվի։ Համոզված եղեք դրանք ունենան փափկություն, խոնավություն և հիանալի շոկոլադե բույր։ Այս բաղադրատոմսը ոչ միայն կատարյալ տարբերակ է պահքի ընթացքում քաղցրի սիրահարների համար, այլև հրաշալի լուծում է նրանց համար, ովքեր խուսափում են կենդանական ծագման մթերքներից։ Սա մաֆինների ամենաէժան, սակայն ամենահամեղ բաղադրատոմսն է, դե ինչ սկսենք պատրաստել։ Թանկագիններս մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի չկորցնեք նոր ու համեղ բաղադրատոմսերը։ Վերցնում ենք ցանկացած մրգի 300 մլ հյութ, վրան ավելացնում ենք 70 մլ ձեթ։ Ես վերցրել եմ բալի հյութ, իդեպ ձեթի փոխարեն կարելի է օգտագործել բուսական մարգարին։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա և 1 թեյ գթալ վանիլային շաքարավազ, թաց բաղադրիչները մի լավ խառնում ենք, մինչև զանգվածը փրփրի։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ մուկ կակաո, այն պարտադիր մաղում ենք, որպեսզի խմորի մեջ գնդիկներ չլինեն։ Քանի որ հյութը արդեն իսկ քաղցր է, խմորի մեջ կավելացնենք ընդամենը 100 գրամ շաքարավազ, որպեսզի մաֆինները շատ քաղցր չստացվեն։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 250 գրամ ալյուր։ Քանի որ խմորի մեջ չկա կաթնամթերք, ձու և կարագ, փափուկ մաֆիններ ստանալու համար խմոր պետք է լինի ջրիկ։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է ավելացնել մարացրած ընդեղեն կամ չամիչ, ես պետք է զարդարեմ մարացրած ընկույզով։ Այս բաղադրատոմսով ստացվում է 12 հատ խոշոր մաֆիններ։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով մաֆիններ թխելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Թխում ենք նախապես 180 աստիճան ջեռոցում մինչև պատրաստ լինելը։ Մի մասը ես ձևավորում եմ մարացրած ընկույզով։ Ինչպես տեսնում եք, պարզ, էժան և հասանելի բաղադրատոմս է։ Այսօր էլ այսպիսի շքեղ, փափուկ և անչափ համեղ մաֆինների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։